Ես ողջունում եմ գործարալիքին միացած մեր լսողներին եւ դիտողներին։ Դուք այս պահին լսում եք Կինետիկա հաղորդումը, այն նոր հաղորդումը, ինչպես գիտեք, սա երկրորդ թողարկումն է եւ մեր տաղավարում կրկին հետաքրքիր հյուր ունեմ Արևիկ Ղարիբյանն է, Դեսիգուալի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ողջունում եմ ձեզ, Արևիկ ջան։ Բարև, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ուզում եմ գանք ամենասկզբից, երբ դուք որոշեցիք, որ պիտի գործարարությամբ զբաղվեք, դա երբ էր, որ թվականներ ու այդ որոշումը առհասարակ ինչպես տեղի ունեցավ։ Դա հեռավոր 2014 թվականներ։ Մտահղացումը նրանից էր, որ Հայաստանում կոնկրետ միջին կարգի բրենդներ շատ քիչ կան։ Ու շուկան հարստացնելով մեկ բրենդով շատ ավելի լավ գաղափար կլիներ ու դրա համար հենց Դեսիգուալ, դրա համար միջին սեգմենտի ապրանքանիշ։ Այդ սկսելու ընթացքը ինչ դժվարություններ եղան, ինչ խնդիրների բախվեցիք, արդյոք միայնակ եք դուք այդ ամբողջը սկսել, թե աջակցող թիկունք է եղել, ուս է եղել, ով ձեզ օգնել է, թե որպես կին դուք փորձել եք ինքնուրույն դա անել, հասնել դրան Հայաստանում այդ ուղղությունը զարգացնել։ Միայնակ չեմ սկսել, իմ թիկունքին կանգնած է իմ ամուսինը, որը երկար տարիներ, 20 տարուց ավել, արդեն բիզնեսի ոլորտում է ու ունենալ թիկունքում այդպիսի հզոր մարդ, որը հենց գործի մեջ է, շատ ավելի հեշտ էր, շատ ճանապարհներ հարթել է հենց ինքը, սկսած բանկերից, վարկերից, բրենդի հետ բանակցելուց, իդեպ բրենդ արդեն պատրաստ էր գալուն, այդ ժամանակ եմ ես նոր իմացել ու թիմին միացել եմ միայն այդ ժամանակ։ Կինը առհասարակ այդ սկզբնական փուլում այն որ պարտականություններն են, որ այնքը պիտի իր վրա վերցնի, տղամարդը օրինակ պատասխանատու է այս սրա համար, կինը այս մասով է պատասխանատու։ Եթե իհարկե այդ բաժանումը կա ու դուք տեսել եք, նկատել եք ու հիմնական մասը ձեր ուսերին է, որոնք են դրանք։ Սկզբնական շրջանում դե ապրանքատեսականու ընտրությունը բնականաբար եղել է իմը, բայց այդ ապրանքատեսականին տեղափոխել դեպի Հայաստան, Մաքսազերծում, բնականաբար օգնել է ամուսինս։ Ինչն էր այդտեղ հարցը, փորձ ունենալ, այսինքն դուք փորձ չունեիք դրա համար, այդ հարցերը ինչ էիք միջամտում։ Այդ ոլորտում, եթե անկեղծ լինեմ, ամուսինս էլ փորձ չուներ, բայց լինելով բիզնեսում, բնականաբար ավելի մեծ կապեր ուներ ու դա իրեն ավելի հեշտ էր տրվում, քան ինձ։ Բայց զուգահեռ պետք է նշեմ, որ այդ ամեն ինչ հետ օգնությունը եղել է միայն առաջիկա մի քանի 1-2 տարիների ընթացքում, մինչև երկրորդ խանութն էլ բացվեց, հետագայում արդեն նույն ամեն գործընթացը հիմնականում անում եմ ես, միգուցե խորհուրդներով, միգուցե չգիտեմ, ուղղակի ուշ տալու ավելի շատ էմոցիոնալ առումով, մինչև հիմա իմ կողքին կանգնած է շատ ամուր, պաշտպանում է ամեն ինչից, բայց առաջի 2 տարիներից հետո ամեն ինչ բնականաբար արել եմ ես։ Իսկ դրսի շուկայում կանանց հանդեպ վերաբերմունքը ոնց է կին գործարարներին, արդյոք իսկապես այդպես լուրջ են վերաբերվում, թե ամեն դեպքում կան երկրներ, որոնք խնդիր են տեսնում կին գործարարների հետ աշխատելիս։ Դուք նման հարցերի բախվել եք երբևէ։ Անկեղծ ասած, այնքան են այդ հարցը տալիս, ես եթերից առաջ էլ նշեցի, ես անգամ այստեղ չեմ բախվել որևէ խտրականության։ Նայած ինչպես ես խոսում, ինչպես ես բանակցում, ինչպիսի գործընկեր ես։ Սերային տարբերություն ամեն դեպքում չի դրվում երբեք։ Ինձ թվում է սկզբնական շրջանում, երբ որ մի քիչ տատանումներ էր լինում, էմոցիոնալ վիճակը ավելի խանգարում էր, միգուցե նկատեց բան, բայց ես հետո հասկացել եմ, որ ավելի շատ իմ մոտեցումն էր սխալ, ոչ թե արձագանքը։ Եթե դու դիմացին հետ խոսում ես հավասարի նման ու դու քո գործում պատասխանատու ես ու հարգում ես դիմացինի շահերը, երբևէ նման բախում սերային չի լինում, ես չեմ ունեցել ամենը։ Այ հետաքրքիր է, ասում եք, որ Հայաստանում էլ երբեք այդ խնդրին դուք չեք բախվել, բայց եթե օրինակ մի 10 տարի առաջ նայենք սրանից, կամ գուցե մի փոքր ավելի,
Ես հիշում եմ, որ ամեն դեպքում եղել է նման բան եւ կանայք այդքան ներգրավված չէին բիզնեսի կյանքին, առհասարակ գործարարության մեջ այդքան շատ չէին, ինչքան այսօր, որ օրերից օր կարող ենք տեսնել նոր կանանց, նոր դեմքեր, իրականում դա շատ գովելի ու շատ կարևոր փաստ է։ Ամուսինը ինչպես է վերաբերում, ասացիք, որ օգնում է շատ տղամարդիկ, ասում են, որ դե կնոջ տեղը խոհանոցում է, չէ՞, ամեն դեպքում ինչ գործարարություն մեր տանը ճիշտ հակառակն ա եղել, որ կինը պետքա խոհանոցից դուրս գա ավելի լուրջ բաներով զբաղվի, ու ամուսինս միշտ շեշտում է, որ քո պոտենցիալը այնքան մեծ է, առաջ էր ավելի շատ շեշտում, որ ափսոսա, որ դու այդ օգտագործես միայն տանը։ Ես հիշում եմ, երբ որ առաջին անգամ եկան ստուգելու, մեծ ստուգում էին բացել խանութում, ու 4 աշխատակից հարկայինից եկավ, ես դիմավորեցի նրանց ու սկսեցի բանակցել, խոսել, թե ինչու են բացել, ինչ են կոնկրետ ուզում ստուգել բան, ու ամուսինս այդ ժամանակ քաղաքում չէր։ Դա առաջին փորձն էր։ Առաջին փորձն էր, առաջի անգամ խանութը 1-2 տարեկան է ու առաջի sense մեծ ստուգում ու ես լրիվ մենակ։ Այդ ժամանակ անգամ իրանք ոնց դու մենակ ես ամեն ինչ անելու, բոլոր մեր հարցերին մենակով ես պատասխանելու, ասում եմ, հա, հաշվապահությունից բռնած, որովհետև հաշվապահությունը outsource էր, բնականաբար ամեն հարցերին ես ավելի լավ կպատասխանեի, քան այդ պահին հաշվապահը, ու իրենք sense լրիվ հարցաքննեցին, տևեց մոտ 10 օր, այդ ընթացքում էլ դեռ ամուսինս քաղաքում չէր, իրանք վերջում ասին, ոնց դու կարողացար այսքան հարցաքննությանը դիմանաս, ասում եմ, եթե գործը արդար է, ու ասեմ, շատ օգնեց էմոցիաներին չտրվել այդ պահին, ես մի քիչ էմոցիոնալ սկսեցի, հետո հասկացա, որ դա ինձ շատ կխանգարի, ինձ լուրջ չեմ վերաբերի ու ավելին հետո սխալ տեղ կտանի մեր շփումը, հավաքեցի ինձ, հասկացա, որ մենակ եմ ու ես մենակ պետք է այդ փորձությունը հաղթահարեմ ու ամեն դեպքում փորձ է պետք, այ եթե ասում ենք, որ տղամարդիկ ավելի վճռական են, չէ՞, նման հարցերում, կարծում եմ դա հենց նրանից է գալիս, որ տղամարդիկ ավելի շատ փորձությունների են ենթարկում փոքրուց եւ իրենց թույլ է տրվում այդ անցնել այդ ճանապարհը եւ մենք մի հաղորդում ունենք սխալ հաշվարկ, հյուրերից մեկը ասաց, որ միշտ պիտի թույլ տալ, որ դիմացինը սխալվի ու այս նաեւ այդ դեպքն է, կարծում եմ կնոջն էլ պիտի թույլ տալ, որ կինը ամեն դեպքում սխալ գործի, հասկանա դրա լուծումը որն էր, այ ոնց եք դուք դրան նայում այդ հարցին։ Ես ցանկացած խոչընդոտ դիտարկում եմ որպես նոր հնարավորություն։ Եթե ամեն ինչ հարթ ընթանա, մենք կգա մի ժամանակ, որ կլճանանք։ Ինչքան անհետաքրքիր կլինի կյանքը։ Ցանկացած փորձություն, եթե դա հնարավոր է ուղղել խելքով, աշխատուժով, ինչու ոչ փողով, դա այսօր ոչ մեկի չի վախեցնում, ես վստահաբար կարող եմ ասել։ Ինձ միայն այս պահին վախեցնում է արհավիրքները, որը որ ես չեմ կարող կառավարել։ Ես հիշում եմ, հիմա ասենց մտովի գնացի, ամենամեծ խոչընդոտը, որ ինձ ցայտնոտի մեջ է գցել, որպես կին, ես հիշում եմ, որ առաջին անգամ, երբ որ Եվրոյի կուրսը շատ տատանվեց, ու այն ժամանակ եթե հիշում եք, չգիտեմ, մի քանի տարի առաջ տատանվում էր միանգամից 50 դրամով, 100 դրամով, այդ շատ մեծ խնդիր էր, շատ, ես մի շաբաթ չէի կարողանում տնից դուրս գալ, որտեվ վարկերը վերցրել ես, գիտես, ենթադրենք X գումար պետքա տաս, ես ինչ օր է բանկին վճարես, ու հանկարծ այդ գումարը շատ ավելի շատ է դառնում, որտեվ կուրսը բարձրացել է, փառք Աստծո, այս վերջի տարիներին իջավ կուրսը, որոշ չափով կարգավորվեց, հիմա էլ է տատանվում, բայց ոնց արձագանքեցիք այդ դրան։ Ես հիշում եմ, որ մի քանի օրից ունեի ապրանքատեսականին ստացել էինք, մենք որ ստանում ենք, կուրսը ֆիքսում ենք, մոտավոր մի քիչ բարձր, հաշվի առնելով հետագա բարձրացումները, ապրանքատեսականին արդեն խանութում է, գները որոշված է, դրված է ու 150 դրամով կուրսը ավելանում է, դուք պատկերացնում եք, դու չես կարող արդեն գները փոխել, էջում տեղադրված են, հաճախորդները արդեն ֆիքսել են, միանգամից բարձրացնել, այդ ոչ մի օգուտի չէր բերի, ու պատկերացնում որ եթե տենց երկար մնա, ինչպես է տակից դուրս գալու 100 եվրոն մի քանի օր առաջ առել ես այն ժամանակ 500 դրամով, այսօր դարձել է 650 դրամ, ինչպես է դրա տակից դուրս գալու,
Ես հիշում եմ այդ էմոցիոնալ արձագանքը կնոջ դեպքում ավելի բան է, չէ՞։ Հա, ես սկսեցի ուժեղ լացել հենց խանութում ու ամեն օր բացում էի, կուրսը նայում էի, բայց փառք Աստծո այդ մի քանի օր տևեց ու միջև իմ վարկի մարումը մի քիչ կարգավորվեց ու ընթացքում հետո իջավ։ Բայց մենք ցանկացած ներկրող ես չեմ հավատա, որ որևէ մեկը ուզում է որ գները բարձր դնի, բայց գալիս է մի պահ, որ ուղղակի դու անկարող ես, լիքը բաներ, գործոններ ազդում են դրա վրա ու անկախ քո կամքից դու պետք է ֆիքսես իրականությունը։ Կան այս պահին ձեր աշխատանքի մեջ գործառույթներ, որոնք իրականում տղամարդու անելիք են, բայց դուք որպես կին դա վերցրել եք ձեր ուսերին ու փորձում եք դա պատվով, այսպես հաղթահարելով առաջ գնալ։ Գիտեք, հիմա աշխարհը այնքան է առաջ գնացել, ես չեմ կարծում, որ ես օրինակ կաբան որ կինը չի կարող չանել, չի կարող անել։ Առաջ ես որ պատկերացնում եմ ինչպես գնալ ապրանքը մաքսազերծել, ինչպես էս անել, ինչպես հիմա այդ այնքան հեշտ է տրվում, այնքան նամակներով ուղարկում ես, մինչև այդ պատրաստում են, ժամանակն է կրճատվել, աշխատանքն է կրճատվել, ժամանակի ընթացքում շատ բան է հեշտացել։ Ձեր ոլորտում կանանց առհասարակ ոնց են ընդունում տղամարդիկ կարծես թե այդ ոլորտում այդքան էլ շատ չեն, չէ՞, հագուստի աշխարհում հագուստ է ներկայացված, չէ՞ հիմնական, եթե չեմ սխալվում։ Հա, ինձ թվում է չեն, այնպես չի որ շատ չեն։ Ուղղակի մենակ ես գնում եմ ապրանքատեսականու ընտրության, չեմ կարծում որ տղամարդը կարող է անել այն աշխատանքը, որովհետև net չի որ գնում եմ ասում եմ վայ սիրունա, սիրուն ձևա, սիրուն շորիկա վերցնում եմ։ Այն ինչին եք առաջնահերթություն տալիս, որ օրինակ տղամարդը չի առաջինը։ Նախորդ մեր սեզոնի փորձին, որ տեսակը վաճառվեց, կիսաշրջազգեստի որ չափ ավելի լավ վաճառվեց, որտեվ կիսաշրջազգեստ ասելով կարճ չափի մեջ փոքր չափերն են վաճառվում, կարճ եթե կարճ է, եթե երկար է, ավելի մեծ չափերն են վաճառվում, այդ շուկայի վերլուծությունն է, որ ընթացքում անընդհատ նայում ենք։ 10 տարի է ես դրա մեջ եմ, բայց չկա տենց բան, որ անթերի պատվեր է լինում։ Որովհետև նախորդ սեզոնի փորձին երբ որ հիմնվում ես, բերում ես նույն բան, 6 ամիս ժամանակ անցել, մարդկանց ճաշակը, վերաբերմունք ամեն ինչ փոխվել է։ Նոր տենդենսները։ Այո, ու ուղղակի պետք է հաշվի առնես, մի հատ սահման կա, որ դրանից վերև դու ուղղակի շփոթվելու, սխալվելու իրավունք չունես։ Իսկ Հայաստանում մարդիկ շատ պատրաստական են նորությունները ընդունելուն, թե ամեն դեպքում դժվար են հարմարվում նոր հագուստին, նոր տրենդերին, նոր ոճերին։ Չէ, դժվար են, օրինակ մեր ապրանքանիշը ես միշտ ասում եմ քուրիշ կյանք է, իրան հասկանալը պետք, որովհետև մեր բրենդը մի քիչ չարաճճի է, առաջ հիմա դե լրիվ փոխվել է ձևը, ոճը, առաջ շատ ավելի գունավոր էր, ու մարդիկ խուսափում էին գույներ հագնելուց, ու ես երկար ժամանակ ուսումնասիրում էի, թե ինչու չեն սիրում, ինչու են խուսափում, որտեվ շատ դեպքեր լինում էր, որ հավանում էին, բայց ասում են ես երբեք չեմ կրի, բայց շատ սիրուն շոր է։ Ինչու՞ բայց։ Հետո դե սկսեցի հարցումներ անել, նույն հենց խանութ մտնող հաճախորդներից անկախ նրանք կգնեին թե չէին գնի, իրենց կարծիքի ինձ համար շատ կարևոր էր, օրինակ ինչի են խուսափում։ Ու շատերը պատասխանեցին, որ ինքը այնքան գունավոր է ու տպավորող, որ մենք այդ զգեստը կարողանում ենք մաքսիմում 2 անգամ հագնել։ Ու դա ինձ համար բացահայտում էր, այսինքն այնքան է հիշվող է, որ չեն կարող անընդհատ հագնել, իսկ եթե հասարակ սև շոր է, դու կարող ես տարիներով հագնել, աքսեսուարները փոխել, պայուսակը փոխել, ու ոչ մեկ չի նկատի, որ այդ նույն զգեստով ես դու գնում։ Հիմնական խնդիրը դա է, բայց գիտեք հագուստը ու առհասարակ ճաշակը մարդու ներսից է գալիս ու հագուստի միջոցով ցույց ես տալիս աշխարհին քո վերաբերմունքը, քո սիրած գույները, քո աշխարհընկալումը, այդ այնքան նուրբ բան է, բայց Հայաստանում շատ խուսափում են իրենց ներաշխարհը ամեն ինչով ներկայացնել։ Ես հիմա կոնկրետ մեր ոլորտում ամենամեծ խոչընդոտը համարում եմ դա։
Կարող ենք ասել, որ այդ բրենդի մեջ նաև ձեր ճաշակն է դրված, որովհետև դուք եք ընտրում ամեն դեպքում եւ նախապես հարցումներ էլի իրականացնում եք կամ զրուցում եք ինչ-որ մարդկանց հետ հասկանալու ինչը կարելի է նորացնել, ինչը կարելի է փոխել կամ նորություններ բերել, ոնց է այդ process-ը իրականացվում, շատ հետաքրքիր է իրականում։ Գիտեք, բոլոր մարդիկ, ովքեր տարբեր երկրներում տեսել են դեսիգուալ ապրանքանիշը, կնկատեն, որ խիստ տարբեր ապրանքա տեսականին, ենթադրենք Իտալիայում, Ֆրանսիայում, Երևանում, կախված մարմնի կառուցվածքից։ Օրինակ, մենք չենք կարող նույն զգեստը բերել, ինչ որ գերմանացիներն են տանում։ Գերմանացիները ավելի խոշոր են, ավելի բարձրահասակ են։ Այո, հայերի դեպքում կարճահասակ, մի քիչ ավելի քաշային կաշկեն կառնում։ Լինում է, որ շատ սիրուն գույներ են լինում, ասում եմ, այս գույնը ինչպես կարելի է չհագնել, բայց չեն հագնում։ Ես 10 տարվա մեջ միշտ մեզ ասում են ինչա ձեր խանութը այսքան մութ, որովհետև ես մի քանի տարի ուզեցի գունավորել, միևնույնն է վերջում այդ գույներից ազատվելը շատ դժվար է լինում, հայերը հիմնականում մեծամասնությամբ ընտրում են սև գույնը։ Դա հայերի մոտ այդպես բան է, մենթալիտետային։ Ամեն դեպքում, երբ որ տվյալ սեզոնն ավարտվում է, ես նայում եմ, թե ինչ գույները շատ վաճառվեցին, ինչ ձևերը շատ վաճառվեցին, որ ընդհանուր պատկերացում ունենամ հաջորդ պատվերի համար, միևնույնն է գերակշռող մասը կեսից ավելին սևն է վաճառվում։ Իսկ կարող է դա կապ ունենալ դրա հետ, որ մարդիկ հիմնականում փորձում են ընտրել այնպիսի գույնի հագուստ, որ կարողանան ավելի շատ համադրել, ավելի այսպես շատ հագնել դա, դուք ասացիք, որ գունավոր նաև աչքի ընկնող է եւ մարդիկ խուսափում են շատ դա հագնել։ Դրա հետ է կապված սևը ձեզ։ Ես մի հատ դեպք եմ ուզում պատմեմ։ Մի կին եկավ, ասաց ես հոգնել եմ սևից, ինձ ինչ բաց ունեք, այդ ցույց տվեք, ու ես մի հատ զգեստ ցույց տվեցի, նայեց, փորձեց, ասում է շատ լավն է։ Իսկ սև ունեք, ասում եմ, հա, ասում է սևը կդնեք դրամարկղում, ասում բայց դուք sense կտրուկ որոշել եք, որ սև չեք վերցնելու, ու ինչ պատասխանեց ինքը։ Ես սպիտակը ալարում եմ անընդհատ լվանով։ Այո, այսօր նաև խուսափում են սպիտակ հագուստներից լվանալու։ Մեղադրելու էլ չի, գիտեք, այսօր մեր օդը այնքան աղտոտված է, որ դու չես կարող ուղղակի երկրորդ օրվա մասին չեմ խոսում, բայց եթե երկար ժամով ես տանից դուրս գալի մի քանի հանդիպում ունես առավոտից երեկո դրսում պետքա լինես, անգամ այդ դեպքում ես ինքս սպիտակից խուսափում եմ կրել, որովհետև երեկոյան ժամին արդեն մեղմ ասած լավ տեսք չի ունենում այդ սպիտակը։ Արևիկ ջան, կարծում եմ ես նկատել եմ, որ այսպիսի վերաբերմունք կա, ուժեղ կին գործարարը պետքա ինքը նաև սառնասիրտ լինի, սառը լինի, որ այսպես ցույց տա, որ մենք տիրապետում ենք ամեն ինչին, մենք կարող ենք, դա ընդունվում է արդյոք թե հաճախորդների կողմից, թե առհասարակ շուկայում համագործակցությունների կոնտեքստում, թե որքան ազատ, որքան ընկերական ու ջերմ, այդքան ավելի հեշտակին գործարարը ընկալվում։ Ես այս 10 տարիների ընթացքում հստակ կարող եմ ասել, որ ինձ խանգարել է միայն իմ էմոցիոնալ լինելը։ Անկամ հաճախորդների հետ երբեմն ասում եմ, թեկուս էջը վարելուց հարցնում են, ինչքան պատասխանում ես, ենթադրենք եղել է դեպքեր, որ երկար հարցրել են ու հասել է մինչև ուշ երեկո։ Առավոտից նամակագրության մեջ ենք եղել, վերջում չեն ասել շնորհակալություն, որ դու 12 ժամին բոլոր հարցերին պատասխանում ես, ինձ ասել են, մեկ գրեց, ասեց դուք նայել եք ժամին, որ ինձ պատասխանում եք։ Ու ես այդ ժամանակ հասկացա, որ հստակ ու այդ միակ դեպքը չի։ Այսինքն լինում է դեպքեր, օրինակ ամառը ես շատ ուշ եմ քնում։ Եղել է դեպքեր, որ գիշերվա 2-ին ինչ որ մեկը նամակ է գրել։ Ու ես դա մտածել եմ, որ Արթուն օրեմ գրելա, այդտեղ սահմաններ պիտի դնել ամեն դեպքում։ Հա, ու ես անմիջապես պատասխանել եմ մտածելով, որ հաճախորդ թող շոյված լինի, որ անգամ այս ժամին հարց տալուց իրեն բարեհամբույր կպատասխանեն, ու դրանից հետո սենց ես հաճախորդ եմ, երբ կուզեմ կգրեմ դու ով ես, որ ինձ այս ժամին պատասխանես։ Բայց տեղյակ են հաճախորդները, նման հաճախորդները, որ էկրանից այն կողմ կին է գրում։ Ես մի անգամ հենց այդ կնոջը այդպես գրեցի, ասի կներեք դուք գրելուց ինչ էիք պատկերացնում, հերոսես մյուս կողմում ռոբոտը,
էլի մարդա ձեր նման, որը ուղղակի ուզեց ձեզ ցույց տա, որ ինչքան կարևոր է ձեր գրելը իր համար, ասի մյուս անգամ ես ավելի բան կլինեմ ու ես հասկացա, որ չէ, ժամ կա, որ գոնե 10-ից հետո չի կարելի պատասխանել, բայց զուգահեռ լինում են դեպքեր, որ 10-ից հետո գրում են, առավոտ էլ մի հատ sense թուքում ուրա գալիս, որ ես այսքան գրեցի, դուք ինձ արհամարեցիք, բայց սուտ այդ ժամային նորմը պահելով չեմ պատասխանել, սպասել եմ Լուսանա նոր պատասխանեմ, բայց արդեն նեղացել է հաճախորդը, որ ես քեզ գրել եմ, ես քան ինչի չես պատասխանել, չէ։ Իսկ կան ոլորտներ, որտեղ կանայք այսօր ավելի շատ են ձեր պատկերացմամբ եւ կան տեղեր, որտեղ բացը կա ամեն դեպքում կնոջ։ Այ հագուստի ոլորտում կարծես թե այդ խնդիր չկա, այդ շուկայում չկա, IT ոլորտում կարծես թե մենք խնդիր չունենք, որովհետեւ գնալով շատանում են կանայք։ Բայց միևնույնն է, գերակշռող մասը ավելի շատ տղամարդիկ են։ Այո, տղամարդիկ են։ Դուք որտեղ եք այդ բացը նկատում ու կան տեղեր, որտեղ այսպես խիստ սահմանափակվում է կանանց մուտքը, եթե փորձենք այդպես նայել։ Ես չի ասի, ընդհակառակը, ես հակառակը կասեի։ Օրինակ ես շատ կուզեի, որ դպրոցներում նորից տղամարդ ուսուցիչների քանակը շատանար, շատ, որովհետև երբ որ ես դպրոցում էի, ես հիշում եմ, որ մեր առարկաների բարձր դասարաններում գոնե, առարկաների ուղիղ կեսը դասավանդում էին տղամարդիկ, այ հիմա ավելի շատ այդ հակառակ սերի բացը կա, քան կանանց, այդպիսի ոլորտ չկա, որ կանայք չեն մտել, չկա այդպիսի բան։ Այսօր չգիտեմ, նախկինում երևի կանայք ավելի շատ ոչ թե մտածել են ֆինանսական հոսքեր ապահովել տան համար, այլ զբաղվել հետաքրքիր եւ ինչ որ կարեւոր գործով։ Դրա համար հիմնական մասը գուցե ուսուցիչներ են դարձել, այս տղամարդիկ միշտ այդ տան հոգսը իրենց վրա է եղել։ Իսկ այսօր փոխվել է, չէ՞, այդ դերը, այսինքն կանայք էլ, որ գործարար են դառնում, դա նրանից չի, որ կանայք որոշում են, որ պիտի հետաքրքիր ինչ որ նաեւ բանով զբաղվեն, մտածում են, որ իրենք էլ պիտի տան այդ ֆինանսական հարցերին խառնվեն, ամուսնուն աջակցեն։ Կա այդ խնդիրը, որ օգնել է, որ կանայք գործարար աշխարհում շատ լինեն։ Նախ այդ գործարար կնոջ կերպարը մի քիչ շատ չափազանցվեց Հայաստանում, ես չգիտեմ կքննադատեն ինձ թե կողջունեն, ամեն դեպքում այսօր ցանկացած ոլորտում, եթե մի բան արտադրում են, փոքրիկ, անմիջապես ասում են գործարար կին։ Ուղղակի ձերքի շնորհքով կինա, որը իր սիրած գործը անում է ու ինչու ոչ վաճառում է, շատ ուրախ եմ։ Դրա համար այդ գործարար կնոջ կերպարը մի քիչ շատ ուռճացվեց։ Տղամարդու գործարարուն տղամարդը չի կարող սովորական է, չէ՞, նոցներ սարքի ու վաճառի։ Մինչդեռ կինը ով սարքում է, ինքը համարվում է գործարար կին, որովհետև պատրաստում է, այսինքն արտադրանք է տալիս, հետո իրացնում է այդ արտադրանքը։ Որովհետև դա մեր աչքի համար անսովոր է եղել կնոջ տեսնել նաև այդ միգուցե, բայց այդ գործարար մի քիչ այդ հավասար չի, էլի այդ բաժանումը։ Տղամարդու գործարար լինել, օրինակ ոչ մեկ չի կանգնի, ասի գիտեք, այս տղամարդը գործարար է, նա մատանիներ է սարքում ու վաճառում, մատանի ասելով ոչ թե ոսկերչության մասին է խոսքը, թեկուզ ուլունքներով հավաքել, բայց այսօր եթե մտնենք ցանկացած սոցիալական կայք, այնտեղ այնքան բան է վաճառվում, բոլորը գործարար կանայք են։ Իսկ ձեր ոլորտում դուք շատ եք համագործակցում կանանց հետ, շատ են կանայք, թե տղամարդիկ են գերակշռում։ Ես երևի մի 2 տարի առաջ կանանց ակումբում էի ու այդպիսի ոլորտ չկար, որ չունենար կին տնօրեն, կին ձեռներեց ամենտեղ գինու արտադրությունից սկսած մինչև ոսկերչություն, տպագրություն, ամեն ինչ ամենտեղ կային։ Չեմ կարծում, որ այսօր կին գործարար պակաս ինչ-որ դրսի շուկայի հետ երբ աշխատում եք, կրկին կանայք շատ են տոկոսային։ Դրսում դե գիտեք, որ այդ բաժանումը նամանավանդ Եվրոպայում չկա։ Ակնհայտ է, որ ոչ ողջունում են քեզ, որ դու կին ես։ Իսկ զարմանում են, որ Հայաստանից կանայք են աշխատում։ Չէ, չեմ կարծում, որտեվ իրենց մտածելակերպում չկա, որ կինը չի կարող աշխատել, միգուցե լիներ զարմանային կամ այդքան խորությամբ իմանային Հայաստանի մասին, որ այստեղ միայն տղամարդիկ էին ժամանակին աշխատում, չէ։ Իսկ կնոջ մեջ ինչ հատկանիշներ կա, բացի էմոցիոնալությունից, որ խանգարում է հաճախ այդ լիդերության մեջ, ղեկավար լինելու մեջ, այ օրինակ ձեր դեպքում ինչն է, որ ձեզ խանգարել է, դուք աշխատել եք դրա վրա, որ փոխեք, ավելի այսպես պատրաստված լինեք այդ կերպարի համար, եթե կերպար կա հատուկ այդպիսի։
Չեմ կարծում, որ երբևէ պայքարել եմ այդ զգացողությունների դեմ, բայց ես միշտ, չգիտեմ, լինի աշխատակից, լինի հաճախորդ, երբ որ խնդիր ա եղել ու երևի պատկերացնում եք 10 տարվա մեջ ինչ կարգի խնդիրներ կլինեն, հասարակ բնապրանքի վերադարձ։ Երբեմն այդ այնքան մեծ աղմուկ կարա բարձրացնի, որ դուք չեք էլ պատկերացնում ընդհանուր մինչև խանութում հասնի, չգիտեմ, ինչ բարձր ձայների, գոռոցների, իրար վիրավորանքների։ Ես նույնիսկ միշտ մտածում եմ, տեսնես ինչ հոգեվիճակում ա, որ հիմա ինքը իրան էսպես ա պահում։ Բայց տարիների ընթացքում ես հասկացել եմ եւ նույնա մի հատ sense ոսկի միջին կա, որ պետքա դու դնես այդ սահմանը։ Որ միշտ ասում էին, օրինակ սկզբից ինձ ասում են, եթե ուզում ես հաջողես, հաճախորդը միշտ ճիշտ է։ Ես սկզբից այդպես էի բանում, հետո մտածեցի, որ չէ, այդ հաճախորդը իմ աշխատակցին վիրավորում է ու այդ աշխատակցին, եթե ես այդ պահին ուղղակի զուտ հոգեպես իր կողքին չկանգնեմ, ոչ միայն կորցնելու այդ աշխատակցին, այլ բոլոր աշխատակիցներին։ Իրանք սկսելու են ուղղակի իրանց ապահով չզգալ իմ մոտ։ Այս տվյալ պահին մտածել եմ, եղել է դեպքեր, որ առանձին խոսել եմ, ասել եմ, «Արի, թեման փակենք, ասենց անենք, դու ճիշտ ես, դու կարևոր ես ինձ համար բան, բայց տվյալ պահին չպետք է էլի երկարացնենք բան»։ Շատ են դեպքեր եղել, բայց փառք Աստծո պետք է փաստեմ, նաև այս վերջերս հաճախորդները մի քիչ ավելի այլ կերպ են։ Զուսպ են ավելի զուսպ են։ Առաջ ես որ հիշում եմ, նախ երևի այդ միֆը ավարտվեց մեր մոտ, շատ էին ասում Ամերիկայում հագնում են, տանում են մի ամիս հետո հետ են տալիս, ես Ամերիկայում հաճախ լինում եմ, այտենց բան գոնե չեմ տեսել, կարող է 90-ական թվականներին տենց բան եղել, բան։ Ու այդ որ մենք նոր էինք բացվել, բոլոր իրանց քեֆերից հետո այդ շորերը հագած կերակրի մնացորդներով, բանով շատ էին ուզում վերադարձնեն ու հիմնականում խնդիրները մեր հիմնական մեծ գլոբալ խնդիրները եղել են դրա հետ կամ սխալ ռեժիմով լվացել են, փչացրել են, մեկելա մեծ վեճ, երդվել են, որ ինձ մինչև եսին որ այցյան դատարան կտանեն, բայց 10 տարվա մեջ ոչ մեկ ոչ մի դատարան ինձ չի տարել դեռ ես շատ ուզում եմ այդ փորձությունն էլ ունենայի, տեսնեի որն է, բայց հետո երևի գիտակցել են կամ իրավաբանների հետ խոսել են, հասկացել են, որ ամեն դեպքում բոլոր նամանավանդ մեր հագուստների հետ անգամ հայերենը գրած ինչ պետք է անել։ Տեսել են, որ չեն հետևել կանոններին, այդ է պատճառը, որ հետո փչացել է։ Ամեն դեպքում տնօրենն ու աշխատակիցները չեն կարող բոլոր մանրուքները բայց եղել է նաև հակառակը, որ բերելա, զգացել ես, որ իրոք մենք մի անգամ կոշիկ էինք վաճառել, այդ միակ դեպքն է եղել 10 տարվա մեջ, հաճախորդ հաջորդ օրը բերել էր բացվել էր, ինչքան էլ ամփույթ հագներ, ես գիտակցում եմ, որ այդ տենց չպետք է լիներ։ Անմիջապես ասել եմ, ինչ եք ուզում, փոխարինենք, թե գումարը տանք, ասել է ինձ նորը տվեք, ես հավանել եմ դա։ Նորը տվել ենք, էլ խնդիր չի եղել։ Նման դեպքերում դուք ինչ եք անում, ետվերադարձ եք իրականացնում։ Ես նկարում եմ անմիջապես, ուղարկում եմ, այնպես չի որ բրենդին ինչ ուղարկես, ասես էս սենց է, ինքը միանգամից քո գումարը հետ է տալիս, ամեն դեպքում ինչքան է գումարը հետ տա, մինչև Հայաստան հասնելը դու դրա վրա բավականին լրացուցիչ գումարը ես ծախսում, բայց հիմնականում տալիս է։ Եթե զգումավոր բան, մենք ես վստահաբար կարող եմ ասել մեր խանութում բացվան օրվանից սկսած, եթե ինչ որ ապրանքի հետ կապված որակային խնդիր եղել, անմիջապես այդ դրվել է գնից էժան։ Մեր մոտ մեր ապրանքանիշում 70% արդեն գնից էժան է։ Ու մենք հաճախորդին ես կոնկրետ իմ աշխատակիցները անկեղծ ասում ենք, եթե 70 է, ուրեմն ինքը ինչ որ մի բանի հետ մենք խնդիրը տեսնենք, որտեվ խանութի ներսում 50-ից բարձր զեղչ չպետք է լինի։ Եթե 70 է, ես բրենդի հետ համաձայնացնում, ասեմ ես չունեմ ուրիշ տեղ իրացնելու, պետք է խանութում, իրանք մի քիչ շուկան փոքր է, չեն սահմանափակում, բայց խանութի ներսում հիմնականում ասում են 70% իրավունք չունես դնելու, դա բրենդին անվան հետ է խաղում, բայց մենք դնում ենք, այսինքն հաճախորդը պետք է գիտակցի, եթե 70% զեղչով առնում կամ ձևվածքի խնդիր ունի կամ անկեղծ մենք ասում ենք։ Բայց չեն հարցնում։ Ես ասում եմ, բա այս երբ 70 կզեղչվի, ասում եմ, դա չի զեղչվի, որտեղ մենք 70 զեղչում ենք, երբ որ ինչ որ խնդիր ենք տեսնում, ինչ որ բանի հետ կապված։ Անկեղծ ասում ենք,
Ես օրինակ սովորություն ունեմ միշտ զեղչերի դեպքում հարցնել աշխատակիցներին ինչու է զեղչվել, գուցե խնդիր Լավ կա։ բան է, երբեք զեղչով չի վաճառում, այդ միշտ հիշեք։ Այո, ճիշտ է, միշտ չի որ անկեղծ պատասխան է հնչում, բայց դա շատ կարևոր է։ Ես անգամ մի անգամ կատակով ասացի, նայեք, ասում ես առանց զեղչ եմ ամուսնացել։ Արևիկ ջան, ինչ երանգ, ինչ գույն են բերում կանայք բիզնես աշխարհին եւ ինչ խորհուրդ ունեք են երիտասարդ աղջիկներին, են կանանց, ովքեր վախեր ունեն մտնել այս աշխարհ։ Գիտեք, հիմա ժամանակները մի քիչ ավելի բարդացել են։ Երբեմն մտածում ես արժե այս իրավիճակում Հայաստանում սկսել նոր գործ, բայց հետո գալիս է մի պահ մտածում ես ինչու կանգ առնել, ինչի հանձնվել։ Բարդությունները միշտ կան ու բոլոր երկրներում կա։ Միշտ ասում ենք, չէ, լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք։ Պետք է միայն սիրել գործը, հավատալ ու առաջ գնալ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, կարծում եմ հետաքրքիր էր բավականին, մեզ լսողներին, դիտողներին, կարծում եմ եւս հետաքրքրեց, հիշեցնեմ, որ Կինետիկա հաղորդումն եք դուք լսում Գործարալիքի եթերում, առաջին խոսափողի մոտ Արևիկ Ղարիբյանն էր, Desigual բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Այսօրվա համար այսքանը, հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, լավ եղեք։